Տղերքը շատ լավ աշխատում են, անուն չի կարելի դնել։ Գեղադիրում ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկին ոչ միայն գյուղի բնակիչներն էին սպասում, Գառնի, Գեղարդ գնացող եկողներն էլ պակաս ոգևորված չեն։ Ամեն օր գալի նայում եմ, շատ լավ գործ են անում, ակուրատնի։ Որտեղ կարիքը կա հենապատ են կառուցում, որոշատվածներում արդեն սկսել են հիմնային աշխատանքները։ Այստեղ ճանապարհը վերջին անգամ 2009-ին էր նորոգվել։ Այն ժամանակ արված աշխատանքի թերություններն այսօր շինարարներին բարդ խնդրի առաջ են կանգնեցրել։ Գազի տրուբից սկսած կոյուղուց դուրս եկած ամբողջ եղել է ասֆալտի վրա։ Ասֆալտից 5 սանտի խորության վրա։ Գյուղի բնակիչներն էլ հետ չեն մնացել, ջրի խողովակներ են անցկացրել, ոնց կարողացել են։ Նոր բացահայտված խնդիրները դժվարություններ ստեղծել են, բայց նախատեսված վերջնաարդյունքին հասնելուն խոչընդոտ չեն։ Հատվածներ ունեն երկլանջա, որը որ չի ունեցել այս ճանապարհը։ Գռաժներ ալինելու նոր թեկություններ, ջրահեռացման նոր համակարգեր։ Ջրահեռացում։ Չէ, բացարձակ ոչ մի տեսակի բան չկա այս ճանապարհի վրա։ Ինչ էլ եղել է, լրիվ փակ է, բացարձակ չի գործում։ Հիմքը կառուցում են սառը վերամշակմամբ ցեմենտի խառնուրդով, թեև փորձում են աշխատանքներն այնպես կազմակերպել, որ տուրիստական սեզոնի մեկնարկին գործն ավարտեն, բայց նաև խուսափում են վնասող շտապողականությունից։ Թյուր կարծիք է ստեղծվել մեր հասարակության մոտ, որ ճանապարհը քանդում ենք, օրերով քանդած թողնում ենք, նման տեխնոլոգիայով աշխատանքներ իրականացնելու դեպքում նվազագույնը 7 օր հետո նոր թույլատրվում է ասֆալտբետոնե շերտ տեղադրել։ 2025-ին Կոտայքում մոտ 30 կիլոմետր պետական նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքներ են նախատեսված։ Մի քանի ծրագրեր սկսել էին դեռ անցած տարեվերջին, այս տարի կավարտեն բոլորն էլ։ Այս պահին ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում 3 ճանապարհահատվածում, հաջորդ շաբաթ կմեկնարկի նաև Բեժնի Ամրոց գնացող շուրջ կես կիլոմետրանոց ճանապարհի նորոգման աշխատանքները։ Շարունակվում են Բագրևանդի փողոցում շինարարաշխատանքները, մոտ 3 կիլոմետրանոց հատվածում գործը ամփոփման փուլում է։ Հիմա շինտեխնիկան կենտրոնացված է վերջին 2 կիլոմետրի վրա։ Այստեղ էլ աչուձախ, անկանոն, փորված, անցկացված ենթակառուցվածքները խնդիրներն ավելացրել են։ Անհրաժեշտ են նախագծային փոփոխություններ։ Էլեկտրասյուներ են տեղադրված, գազի գծեր են կառուցված, ամեն ինչը հաշվի առնելով տեղանքին համապատասխան լուծումներ ենք տալիս, որպեսզի հնարավորինս անվտանգ եւ բարելաված ճանապարհատված ստանանք։ Շուտով կհայտարարվի եւս 2 ծրագրի մրցույթ, որոնց վերաբերյալ ամենից շատ ահազանգներն են ստացվել ճանապարհային դեպարտամենտում։ Կհիմնանորոգվեն նաեւ վերին պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան, Քանաքեռավանից էլ Երևան, Կորեայի ձոր կոչվող հատվածները։